Հայաստանում հուլիսի 1-ից գործում է Արցախից բռնի տեղահանված որոշ ընտանիքների բնակարանի վարձակալության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիրը։ Ծրագրից կարող են օգտվել քաղաքացիություն ստացած եւ պետական բնակարանային ֆոնդից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ընտանիքները։ Փոխհատուցում ստանալու համար պարտադիր է բնակարանի վարձակալության պաշտոնական պայմանագրի առկայությունը։ Շահառու ընտանիքի անդամներից մեկը պետք է ունենա անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակում։ Ծրագրից կարող են օգտվել նաև այն ընտանիքները, որոնց երկու անդամների ընդհանուր տարիքը առնվազն 115 տարի է։ Բացի այդ, շահառու կարող են դառնալ 3 անդամից կազմված այն ընտանիքները, որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 տարի եւ ավելի է։ Աժնիստում իրավիճակը լարվել է ուժեղ Հայաստանի պատգամավոր Դավիթ Ղազինյանի եւ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի միջև։ Ալեքսանյանը նախ Ղազինյանին նախազգուշացում է հայտարարել, ապա նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ նիստերից հեռացնելու ձևով։ Քանի որ պատգամավորը չի լքել դահլիճը, ԱԺ փոխխոսնակը հրավիրել է անվտանգության աշխատակիցներին նրան դուրս բերելու համար։ Անվտանգության աշխատակիցների ներս մտնելուց հետո Ղազինյանը պատրաստակամություն է հայտնել ինքնուրույն դուրս գալ։ Արամ Վարդևանյանը եւ Գեգամ Մանուկյանը քննադատել են կիրառված միջոցը, նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկար եւ կանոնակարգը խախտվել է։ Միջադեպից հետո ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորները լքել են ԱԺ շենքը, հայտարարելով, որ իրենց նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շեմփյանը, օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի գյուղերից մեկում։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղ, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմինը։ Ոստիկանության ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նույն տան բնակիչ 8-ամյա Կ.Լ.-ն է։ Դեպքի վայր է ժամանել նաև քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։ Դիակի արտաքին զննության բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին թիմ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 4 համայնքներում։ Ընտրություններ են նախատեսված Լոռու մարզի Թումանյան եւ Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ եւ Կոտայք մարզի Արզենի համայնքներում։ Թումանյան համայնքում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչեւ օգոստոսի 23-ը ժամը 18:00-ն։ Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում տեխնատուների գրանցման փաստաթղթերը կարելի է ներկայացնել օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ։ Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հասանելի է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում։ ՀՀ նախարարի տեղակալի պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Քննարկվել է երկու երկրների միջև աճող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ։ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի որոշ հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։ Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան Տերյան փողոցների խաչմերուկ հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։ Նույն խաչմերուկում կարգելվի նաև տրանսպորտային միջոցների հետադարձը։ Սահմանափակումը մասնավորապես վերաբերում է Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան Տերյան խաչմերուկ ուղղությանը։ Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է երթևեկել սահմանված կարգին համապատասխան։ Վարորդներին նաև կոչ է արվում հաշվի առնել նոր սահմանափակումները։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի հերթական խմբաքանակը։ Ըստ հաղորդագրության Բիլաջերի կայարանից դեպի Բոյուքեսիկ ուղևորվի ցորենով բեռնված 26 վագոն։ Բոյուքեսիկը Ադրբեջանի արևմտյան հատվածում գտնվող կարևոր երկաթուղային հանգույց է։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Եվգենի Խմարը նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար։ Զելենսկի շնորհակալություն է հայտնել պատգամավորներին Խմարայի տեխնատության աջակցելու համար։ Միաժամանակ Անդրեյ Սիբիգան շարունակում է զբաղեցնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զելենսկու խոսքով երկու նախարարների առջև էլ հստակ խնդիր է դրված ուժեղացնել Ուկրաինան։ Նախագահը նշել է նոր կազմից ակնկալում է կոնկրետ արդյունքներ։ Ֆրանսիան առաջիկայորեն կարտաքսի երկու իրանցի դիվանագետի, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նրա խոսքով որոշումը պատասխան է Իրանի անվտանգության ծառայությունների կողմից։ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի ձերբակալության եւ հարցաքննությանը։ Բարոնը նախկինում զգուշացել է, որ այդ գործողությունը հետևանքներ կունենա։ Նա հայտարարել է, Ֆրանսիան այժմ իրականացնում է այդ նախազգուշացման արդյունքում ընդունված քայլը։ Փարիզը Իրանի գործողությունը որակել է անընդունել եւ պատասխանել է դիվանագիտական միջոցներով։
ՆԱՏՕ-ն հայտարարել է պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դաշինքի անդամների պաշտպանության համար։ Դաշինքի ներկայացուցիչը մեկնաբանել է Իրանի կողմից Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտներին հնարավոր հարվածների մասին տեղեկությունները։ Financial Times-ը հողումաներով աղբյուրներին հայտնել էր, որ Իրանը դիտարկում է հարավային եւ հարավարևելյան Եվրոպայում գտնվող ամերիկյան օբյեկտները որպես հնարավոր թիրախներ։ Հնարավոր թիրախների թվում նշվում են Բուլղարիայում եւ Կիպրոսում գտնվող ռազմական օբյեկտները։ ՆԱՏՕ-ում ընդգծել են դաշինքի զսպման եւ պաշտպանության հնարավորությունները շարունակում են արդյունավետ մնալ։ Չինաստանում գտնվող ռուսական նավի անձնակազմի 3 անդամ մահացել է։ Նավը պատկանում է Օտրովնոյ Կրաբ ընկերությանը։ Մահացածներից մեկի հարազատների խոսքով նա շոգ եղանակին աշխատել է նավի բեռնախցիկում, որտեղ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Տղամարդը մահացել է, իսկ հարազատները դիմել են ընկերությանը փոխհատուցում ստանալու համար։ Մահացածների մարմինները Չինաստանից կտեղափոխեն Ռուսաստան։ Այնտեղ նախատեսվում է անցկացնել անհրաժեշտ փորձաքննություններ եւ պարզել դեպքի հանգամանքները։ Իսրայելը ԱՄՆ վարչակազմին հայտնել է Սիրիայում Աբու ալ-Դուհուր ավիաբազային հարվածի նպատակը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը կանխելն էր։ Իսրայելական կողմի պնդմամբ Թուրքիան նախատեսում է ռազմական ներկայություն հաստատել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Հարվածների հետևանքով վնասվել են բազային թռիչքուղին եւ անգարները։ Անկարան հերքել է այդ պնդումները, հայտարարելով, որ բազայում թուրքական զինուշ չի եղել։ ԱՄՆ նույնպես քննադատել է հարվածային անվանելով անհարկի սրացում եւ փորձում է կողմերի միջև հաղորդակցության մեխանիզմ ստեղծել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Վոդյանսկոյե բնակավայրը։ Բնակավայրը գրավել են կենտրոն զորախմբավորման ստորաբաժանումները։ Վերջինս գտնվում է Դոբրոպոլիեի հարավային ուղությամբ։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է Թեհրանի վրա ճնշում ուժեղացնելով ԱՄՆ-ն չի կարող իր համար ցանկալի համաձայնագիր ստանալ։ Նրա խոսքով Վաշինգտոնը սխալմամբ կարծում է, որ ճնշումը Իրանին կստիպի գնալ զիջումների։ Ղալիբաֆը նշել է, այդ զիջումները երբեք չեն եղել հնարավոր համաձայնագրի մաս։ Մեջլիսի խոսնակը հավելել է, ԱՄՆ-ն այժմ պետք է զբաղվի իր իսկ ստեղծած խնդիրների լուծմամբ։ Նորհաճան քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ ավտոկրունկի բետոնի համար նախատեսված տարայի ամրալարը պոկվել եւ ընկել է։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին նախկին պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ։ Ընկած տարայի վրա գտնվել են Աշխարհ ՍՊԸ-ի աշխատակիցներ 40-ամյա Գարիկ Մ եւ 37-ամյա Միսակ Վոն։ Նրանցից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ 23-ամյա Վալերի Հ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի արդիվ նախաձեռնվել են քրեական վարույթ, իսկ շինարարական աշխատանքները քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են։ ՀՀ քարտուղար Ալեն Սիմոնյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Դեսպանը շնորհավորել է Սիմոնյանին նախաքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա Ալեն Սիմոնյանին մաղթել է հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում եղել են երկկողմ կապերի զարգացմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ վերջին օրերին բարձրացված աղմուկից հետո քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ։ Թույլտվությունը տրվել է այսօր երեխայի ծննդյան օրը։ Որոշումն ընդունվել է առավոտյան։ Փաստաբանը հայտնել է, որ այս մասին տեղեկությունը ստացել է քննիչի որոշումից հետո։ Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։ ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունից հայտնել են նաև, որ ակնկալում են ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ գործողությունների ծրագիր։ Ռոսելխոզնաձորը սպասում է հայկական կողմի հետաքննության արդյունքներին եւ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվությանը։ Ռուսական կողմը նաև ակնկալում է Հայաստանի առաջարկած գործողությունների ալգորիթմը ԵԱՏՄ անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ։ Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ մատակարարումների նախկին ծավալը հնարավոր կլինի վերականգնել միայն ԵԱՏՄ չափանիշների խիստ պահպանման դեպքում։ ՀՀ քարտուղար Ալեն Սիմոնյանը օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև TRIP նախագծին վերաբերող հարցերին։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր։
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է իրավապաշտպաններին, միջազգային կառույցներին եւ բարի կամքի մարդկանց։ Նա Բաքվում իր եւ մյուս հայ գերիների գործով վերաքննիչ դատավարությունը որակավորել է որպես նախապես ծրագրված եւ սեվական գործընթաց։ Բաբայանի խոսքով որոշումները վաղուց էին կայացված, իսկ դատական ընթացակարգերը պարզապես ձևական բնույթ էին կրում։ Նա նշել է, որ վերաքննիչ փուլը կարևոր է հատկապես հետագայում միջազգային դատական ատյաններ դիմելու համար։ Բաբայանը նաեւ անդրադարձել է առաջին եւ վերաքննիչ ատյաններում դատական նիստերի տարբերությանը, նշելով, որ վերաքննիչ փուլում քաղաքացիներ չեն մասնակցել։ Նրա խոսքով դատավարության ընթացքում արձանագրված խախտումներն ու չարաշահումները հետագայում կարող են ներկայացվել միջազգային դատարաններում։ Թուրքիան հայտարարել է հյուսիսարևելյան Էգեյան ծովում եւ արևելյան Միջերկրականում երկու ազգային ծովային պարկերի ստեղծման մասին, որոնք ըստ Հունաստանի տարածվում են Թուրքիայի տարածքային ջրերից դուրս։ Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարել է նման մտադրությունները անօրինական են, քանի որ ոչ մի պետություն իրավունք չունի միակողմանիորեն ծովային պահպանող տարածքներ ստեղծել ազգային իրավազորությունից դուրս գտնվող շրջաններում։ Հունաստանի պատմամբ նշված ծովային պարկերը տարածվում են նաեւ հունական մայրցամաքային շելֆի սահմաններում։ Աթենքը նշել է Էգեյան եւ արևելյան Միջերկրական ծովերում ծովային գոտիների կարգավիճակը միակողմանիորեն փորձելու փորձերը խախտում են միջազգային իրավունքը։ Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է նման գործողությունները չեն նպաստում բարիդրացիական հարաբերություններին եւ խաթարում են երկու երկրների միջև փոխհմբռնման պահպանման ջանքերը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Մոսկվան կարող է բրիտանական հրթիռային ուժերի մասնակցությունը Ռուսաստանի դեմ հարվածներին դիտարկել որպես Ուկրաինայում հակամարտությանը ուղղակի մասնակցություն։ Լավրովը նշել է, նման մասնակցությունը կարող է ունենալ դրանից բխող բոլոր հետևանքները։ Նա նաև հայտարարել է, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում գործել համաշխարհային օվկիանոսի ցանկացած շրջանում, եթե որևէ մեկը ոտնձգի իր շահերի կամ սեփականության դեմ։ Լավրովը հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին նախազգուշացում Արտգործնախարարը հայտարարել է, բրիտանական հրթիռային զորքերի մասնակցությունը կարող է դիտարկվել որպես պատերազմի մասնակցություն։ Ինձ ցավ է Բրիտանիայի համար, եթե այն մինչև վերջ լինի Ուկրաինայի հետ, ասել է Լավրովը։ Իրանը հայտարարել է, Կիևը մինչ օրս փոխհատուցում չի վճարել Կասպից ծովում իրանական նավի վրա հարվածի համար։ Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Դեսպանի խոսքով Թեհրանը ձգտում է Ուկրաինայի կառավարությունից փոխհատուցում ստանալ եւ փոխհատուցումներ վճարել միջադեպից տուժածներին։ Ջալալին հայտնել է, ներկայումս Թեհրանն ու Կիևը բանակցություններ են վարում վնասված նավի համար փոխհատուցման հարցով։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, ռուսական զինուժը հարվածները հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններին։ Հարված է հասցվել Չեռնոմորսկ նավահանգստում գտնվող պահեստներին։ Ռուսական կողմը պնդում է, որ դրանք նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայել Ֆեդորովը կոչ է արել պատերազմի պայմաններում երկրում նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա հայտարարել է, որ ժողովրդավարությունը չի կարող պատանդ մնալ Ռուսաստանի ձեռքում։ Վերջինիս խոսքով Ուկրաինան պայքարում է, որպեսզի մնա ազատ եվրոպական պետություն։ Նա առաջարկել է մշակել օրինական անվտանգ եւ իրատեսական մեխանիզմ, որը թույլ կտա վերականգնել լիարժեք ժողովրդավարական գործընթացը նաեւ երկարատև պատերազմի պայմաններում։ Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 304-ի, վիրավորների թիվը հասել է 4548-ի, իսկ 426 մարդ շարունակում է համարվել անհետ կորած։ Աղետի հետևանքով ըստ վերջին գնահատականների 29554 տուն ավերվել է, իսկ եւս 134342 շենք վնասվել է։ Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, Պարսից ծովում իրանական դրոշով քաղաքացիական նավի վրա Ուկրաինայի հարվածը կանխամտածված է եղել։ Նա միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, եւս մի քանիսը վիրավորվել։ Վերջինիս խոսքով Ուկրաինան պետք է ամբողջությամբ փոխհատուցի պատճառված վնասը։ Նա նաեւ հայտարարել է, որ Կիևի եվրոպացի եւ ամերիկացի աջակիցները պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Այս փուլում չիպի շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ, հաշվարկներ եւ հետազոտական աշխատանքներ։ Աշխատանքներն ընդգրկում են նաեւ ծրագրի երկաթուղային բաղադրիչը, երթուղու հստակ պարամետրերը, ծրագրի արժեքը եւ ենթակառուցվածքների տեխնիկական բնութագրերը հայտնի կդառնան աշխատանքների ավարտից հետո։ Փոխվարչապետ Մահեր Գրիգորյանի գրասենյակից նշել է, որ ուսումնասիրության նախնական տարբերակը պատրաստ կլինի առաջիկայում։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների եւ հաշվառման քննական ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործումը եւ ոլորտի գործընթացները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելը։ Նախարարը նշել է, որ վարորդների կրթական բաղադրիչի խթանումը ճանապարհային անվտանգության կարևոր ուղղություններից է։ Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաեւ ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը եւ ուսուցման համար միասնական պահանջների սահմանումը։ Գլխավոր դատախազանն Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել arczepiskopos Աճապահյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Միքայել Սրբազանը հրապարակել է բողոքի լուսանկարը եւ քննադատել փաստաթղթի տակ ռուսերեն ստորագրությունները։ Նա նշել է, որ ռուսերեն են ստորագրել գլխավոր դատախազն ու վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը։ Աճապահյանը նաեւ հայտնել է, որ իրեն Կրեմլի ագենտ են համարում։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձով դիմել է իրավապաշտպաններին, բարի կամքի մարդկանց եւ աշխարհասփյուր հայությանը։ Նա ադրբեջանական դատավարությունն անվանել է նախապես գրված սցենարով թատրոն եւ նշել, որ նույնիսկ դրա ընթացքում թույլ տրված սխալները չեն շտկվել։ Բաբայանի խոսքով վերաքննիչ փուլը ֆորմալ գործընթաց էր, որն անհրաժեշտ է հետագայում միջազգային դատարան դիմելու համար։ Նա պնդել է, որ մեղադրանքների մեծ մասը շինծու է, իսկ դատարանում իրենց բողոքները հիմնականում մերժվել են։ Բաբայանը նշել է նաեւ, որ դատավարության ընթացքում փոխվել են մի քանի պաշտպաններ, իսկ իրեն վերագրվել են նաև նոր մեղադրանքներ։ Ուղերձի ավարտին նա հայտարարել է. «Չնայած նստած ենք, բայց ծնկաչ հոգ չենք»։ Օգոստոսի 20-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսվում։ Փոփոխությունը վերաբերում է Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածին։ Քաղաքապետարանից հայտնել են, որ փոփոխության նպատակն է մեծացնել տրանսպորտային հոսքերի անցանելիությունը։ Թբիլիսյան խճուղու Նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի։ Նոր երթևեկության կազմակերպումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 20-ից։ Հայաստանում ապագա վարորդների համար նախատեսվում է ավտոդպրոցում պարտադիր ուսուցում սահմանել, այսինքն վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը կարող է այլևս բավարար չլինել։ Քննարկվում է նաև ավտոդպրոցների գործունեության լիցենզավորման համակարգը։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել ապագա վարորդների պատրաստվածության մակարդակը։ Իսրայելն ու Սիրիան պայմանավորվել են պահպանել անվտանգության հարցերում գործող ստատուս քվոն։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն Սիրիան քիչ էր մնում խախտել այդ պայմանավորվածությունը, թույլատրելով թուրքական զորքերի տեղակայում Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Իսրայելը հայտարարել է բազմիցս զգուշացրել էր Սիրիային։ Նման տեղակայումը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի անվտանգությանը։ Ըստ Իսրայելի, Սիրիան նախընտրել է անտեսել այդ նախազգուշացումները։ Իսրայելական կողմը հայտարարել է չի հանդուրժի իր անվտանգության նկատմամբ սպառնալիքները։ Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Հյոնը հայտարարել է. Թրամփի համատեղ ռազմական զորավարժությունները սահմանափակելու որոշումը ըստ ամենայնի մասամբ նպատակ ունի ճնշում գործադրել Սեուլի վրա։ Նրա խոսքով Վաշինգտոնը ցանկանում է, որ Հարավային Կորեան աջակցի Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի ջանքերին։ Չոն նշել է, Թրամփի ուղերձը կարող է կապված լինել նաև այլ չլուծված հարցերի, այդ թվում ներդրումների հետ։ Տարաձայնության առանցքային հարցերից մեկը Հարավային Կորեայի ԱՄՆ-ում $350 միլիարդ ներդնելու խոստումն է։ Անցյալ տարի կնքված առևտրային համաձայնագրի շրջանակում Սեուլը դեռ չի ներկայացել ներդրումային ծրագրի վերջնական մանրամասները, նշելով առևտրային եւ իրավական խնդիրների անհրաժեշտությունը։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսեյ Չադաևը հայտարարել է, որոշել է վայր դնել լիազորությունները Ադրբեջանի իշխանությունների կողմից իր նկատմամբ հետախուզում հայտարարվելուց հետո։ Նա նշել է, իր հանրային հայտարարությունները, փոդքասթերում ելույթները եւ հրապարակումներն արտացոլում են բացառապես իր անձնական փորձագիտական դիրքորոշումը, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիական, ինքնիշխանության եւ դրանց հետ կապված քաղաքական գործընթացների վերաբերյալ։ Նրա խոսքով ճիշտ չէ, երբ անձնական փորձագիտական դիրքորոշումը կամ հանրային հայտարարությունները բացասաբար են անդրադառնում միջպետական փոխգործակցության եւ պետությունների համատեղ աշխատանքի վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել է Իրանի հետ բոլոր առևտրային, կոմերցիոն եւ ֆինանսական գործառնությունները, մինչև հետագա ծանուցում։ Գերատեսչությունը նշում է, որոշումը կայացվել է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող տարածաշրջանային սրման ֆոնին։ Էմիրատների արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ մերժել են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների վիճակի վերաբերյալ բոլոր մեղադրանքները։ Էմիրությունները վերահաստատել են երկխոսությանը, համագործակցությանը եւ տարածաշրջանային ինտեգրմանն իրենց նախաձեռնությունը։ Ըստ դրանք տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման առաջ մղման կարևորագույն միջոցներն են։
Թուրքիայի արտգործնախարարությունը կտրուկ դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Սիրիայի Իդլիբ նահանգի Աբու Դուհուր ռազմական ավիաբազայի ուղղությամբ։ Թուրքական կողմը հայտարարել է, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի ենթակառուցվածքներին եւ ներուժին։ Անկարայում պնդել են, այդ գործողությունները խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ավելի վճռական դիրքորոշում որդեգրել։ Թուրքական կողմը պահանջել է վերջ տալ Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիային, որը ըստ Անկարայի օրեցօր նոր մասշտաբներ է ձեռք բերում։ Միաժամանակ Թուրքիան կոչ է արել ապահովել միջազգային իրավունքի նորմերը խախտող գործողությունների համար պատասխանատվության ենթարկումը։ Իրանը լիովին անհիմն է անվանել Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարությունը այն մասին, թե Իրանի տարածքից դեպի Էմիրություններ հրթիռներ են արձակվել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Նրա խոսքով այդ մեղադրանքը հակասում է բարիդրացիության քաղաքականությանը եւ տարածաշրջանային վստահության ամրապնդման ջանքերին։ Բաղային տարածաշրջանի կողմերին կոչ է արել խուսափել Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներից։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ հիշատակել է կեղծրոշի ներքո իրականացած գործողությունների պատմությունը եւ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգության դեմ առկա սպառնալիքները։ Ամենամյա ամերիկա-հարավկորեական ազատության վահան զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 21-ին նախատեսված օգոստոսի 27-ի փոխարեն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկու երկրները ամերիկյան կողմի խնդրանքով որոշ ճշգրտումներ են մտցրել զորավարժությունների տևողության եւ ծավալի մեջ։ Որոշումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի հայտարարություններին, որոնք նա արել էր զորավարժությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Այդ հայտարարությունները հանգստացել են Հարավային Կորեային, որը անվտանգության հարցերում մեծապես կախված է ԱՄՆ-ից։ Աժնախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Դեսպանը Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի եւ Հունաստանի միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Խրիստոս Սոֆիանոպուլոսն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին աժնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգին։ Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Հնդկաստանի համագործակցության հարցերը։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ռազմատեխնիկական համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ պաշտպանական փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Հիմնանորոգման աշխատանքների պատճառով օգոստոսի 20-ին եւ 21-ին ներքին Չարբաղ-Դարակերտ ճանապարհահատվածը փակ կլինի։ Ճանապարհը փակ կլինի առավոտյան ժամը 9:00-ից մինչև 19:00։ Սահմանափակումը վերաբերում է ներքին Չարբաղից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածին։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը վարորդներին հորդորում է նախապես հաշվի առնել սահմանափակումը։ Որպես այլընտրանքային երթուղի առաջարկվում է նորաբաց բնակավայրից դեպի Հ13 ճանապարհը։ Երթևեկության կազմակերպման ժամանակ վարորդներին խորհուրդ է տրվում ընտրել առաջարկվող այլընտրանքային ճանապարհը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Մամադեին։ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը, նշելով, որ վերջին շրջանում դրանք դինամիկ բնույթ են կրում։ Նա ընդգծել է քաղաքական, տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտներում երկկողմ փոխգործակցության նորակարգն առաջ մղելու անհրաժեշտությունը։ Աբրահամ Մամադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարևորել նաեւ խորհրդարանական ձևաչափով երկխոսության զարգացումը։ Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, այդ գործընթացում ընդգծելով Փաշինյանի անձնական դերը եւ հետևողականությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների եւ TRIP նախագծի իրականացման ընթացքի շուրջ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԱԱԾ պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ այցելել է Զվարթնոց օդանավակայան։ Նրանց ներկայացվել են Igate ավտոմատացված համակարգերի տեղակայման, գործարկման եւ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։ Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Igate համակարգեր են նախատեսվում Հայաստանի սահմանային անցակետերում։ Համակարգը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության սկանավորել անձնագիրը, ավտոմատ նույնականացնել անձին եւ արագ անցնել սահմանը։ Նախատեսվում է նաեւ կրճատել սահմանային հսկողության ընթացքում սպասման ժամանակը։
Օգոստոսի 18-ին ժամը 14:44-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել նոր հաճելում տեղի ունեցած ծանր դեպքի մասին։ Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկրունկը պոկվել եւ ընկել է, ինչի հետևանքով քաղաքացի է մնացել դրատակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Տեղում աշխատել են նաեւ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով դեպքի հետևանքով կա 2 զոհ, եւս մեկ անց ստացել է մարմնական վնասվածքներ։ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը շնորհավորական ուղերձ է եղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա նշել է, որ Փաշինյանի նորացված մանդատը արտացոլում է նրա ղեկավարության եւ փորձի նկատմամբ վստահության բարձր մակարդակը։ Կամբոջայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի զարգացումը կշարունակվի Փաշինյանի ղեկավարությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի եւ Կամբոջայի միջև երկարատև բարեկամական եւ սերտ համագործակցության հարաբերությունները։ Նա նաեւ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ իր գործունեության մեջ։ Ամերիկյան Celdron ընկերությունը ներկայացուցչություն է բացել Կոպենհագենում եւ պատրաստվում է Եվրոպայում կազմակերպել հակասուզանավային եւ հետախուզական ծովային անօդաչուների արտադրություն։ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել Նորվեգիայում, Լեհաստանում եւ Նիդերլանդներում։ Նիդերլանդներում նախատեսվում է արտադրել 52 մետրանոց Celdron Spectre-ը։ Դրա տարբերակներից մեկը նախատեսված է սուզանավերի դեմ պայքարի, իսկ մյուսը արագ եւ գաղտնի գործողությունների համար։ Երկրորդ տարբերակը նաեւ նախատեսում է սպառազինություն տեղադրելու հնարավորություն։ Ռուսաստանն եւ Ուկրաինան մինչև տարեվերջ համաձայնության չեն հասնի կամ խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի։ Հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Նրա խոսքով Ռուսաստանի ծրագրերը ենթադրում են, որ մինչև տարեվերջ համաձայնագրերի կամ խաղաղության համաձայնագրի ստորագրում չի լինի։ Վերջինս պնդում է Ռուսաստանը շարունակելու է հետապնդել իր ռազմական նպատակները։ Նրա խոսքով առաջնահերթ նպատակներից է Դոնբասի մնացած տարածքի ազատագրումը Ուկրաինայի զինված ուժերից։ Ռուսաստանի բանակը հայտարարել է Դոնեցկի հանրապետության 2 բնակավայրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ վերահսկողության տակ է վերցվել Օրեխովատկա բնակավայրը։ Այն գրավել են հարավային զորախմբի ստորաբաժանումները։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է նաև Կրասնոպոդոլիե բնակավայրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Այդ ուղղությամբ գործել են կենտրոն զորախմբի ստորաբաժանումները։ Ռուսաստանը Կասպից ծովով Իրան է մատակարարում անօդաչուների բաղադրիչներ, զինամթերք եւ տրոտիլ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը, հղում անելով եվրոպական կառավարության փաստաթղթին եւ արևմտյան պաշտոնյայի։ Ըստ հաղորդման Մոսկվան այդ կերպ օգնում է Թեհրանին վերականգնել ռազմական պաշարները։ Մատակարարումները ներառում են նաեւ պայթուցիկ նյութեր, որոնք կարող են օգտագործվել հրթիռային եւ անօդաչու զինանոցը համալրելու համար։ Նշվում է, որ Իրանի պաշարները նվազել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ավիահարվածներից հետո։ Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջազան քաղաքում գտնվող Aramco-ի նավթավերամշակման գործարանին։ Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքով։ Հութիների ներկայացրած տվյալներով հարձակումը պատասխան է Եմենի Սաադա եւ Հաջատ նահանգների օդային տարածքի խախտումներին։ Ճապոնիայի դեսպան Մուտոն կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայել Գալուզինը նրան վճռական բողոքի հայտնել Ճապոնիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։ Մոսկվան հատկապես դժգոհել է Վլադիմիր Պուտինի Իտուրուկ կղզի կատարած այցի վերաբերյալ Տոկիոյի հայտարարություններից։ Ռուսական կողմը հայտարարել է հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը անսասան են։ Մոսկվան նաեւ քննադատել է Տոկիոյի պատժամիջոցային քաղաքականությունը եւ Կիևին ցուցաբերվող աջակցությունը։ Ռուսաստանը հայտարարել է իրեն վերապահում է Ճապոնիայի նկատմամբ համարժեք հակաքայլեր ձեռնարկելու իրավունքը։ Եվրոպական միության եւս 4 երկիր կդադարի ճանաչել Ռուսաստանի ոչ բիոմետրիկ անձնագրերը։ Նոր կանոնները հոկտեմբերի 1-ից կգործեն Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդերում եւ Շվեդիայում։ Շվեդիան բացառություն է սահմանելու այն ռուսաստանցիների համար, որոնք արդեն ունեն գործող վիզա կամ կացության թույլտվություն։ Բելգիան, Լյուքսեմբուրգը եւ Նիդերլանդները նման հնարավորություն չեն տրամադրի։ Երևանում օգոստոսի 19-ից ցերեկը եւ օգոստոսի 21-ից 24-ին սպասվում է առանց սեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության առանձին շրջաններում օգոստոսի 19-ի երեկոյան եւ 20-ին նույնպես սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օգոստոսի 21-ից 24-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց սեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 23-ից 24-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։